Ամենակարևոր հանգամանքը մեր հայրենակիցների շատ դրական արձագանքն է, հույսի վերականգնումն է եւ պահանջարկն առ փոփոխություններ։ Այսինքն իսկապես տեսնում ենք, որ մեր հայրենակիցները ասում են այո փոփոխություններին։ Մենք էլ մի կարևոր հանգամանք ենք ընդգծում, որ անպայման գնան ընտրությունների մեր հայրենակիցները, անպայման գնան ընտրությունների, որ նաև դրանք չգան։ Շարունակում ենք արտահայտությունները, այսօր հերթական խուզարկություններ, եթե չեմ սխալվում, կան կալանավորվածներ, ձերբակալվածներ ստերապետին, այսօր հերթական խուզարկություններ, այս մասով, հա, ուր է տանում եւ ինչի համարին այս ամենը։ Կանի դուք նման խախտումներ ձեր կողմից, ձեր ուժի կողմից, արժանիքներ եւ այն ամենը։ Ընդհանրապես գոյություն չունի դա, ես կոնկրետ մի քանի առիթներով դա նշել եմ, խոսում ենք առանձին սեպարատ դեպքերի, վարույթների մասին։ Դեպքեր գտնում են, թող քննեն, բայց առաջինը դուք նկատել եք, որ դրանք անպայմանորեն ուղեկցվում են հանրային մեծ աղմուկով։ Չէ՞ որ մենք գիտենք, ամեն օր տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվում։ Ինչի է ստացվում այնպես, որ հենց այս դեպքերով է այդքան մեծ աղմուկ փոխանցվում։ Ինչի համար։ Երկրորդը, անմեղության կանխավարկածը որպես երաշխիք Հայաստանում պետք է գործի։ Երրորդը, դրանց տվար զանգվածը մոնտաժված ձայնագրություններ են։ Չորրորդը, ինչի համար են այդ ձայնագրությունները հրապարակվում, երբ նույնիսկ դրանց իսկությունը չի ստուգվել։ Սա պաշտոնապես կարող եմ ասել։ Սա, գիտեք, վախի մթնոլորտ ստեղծելու, որոշակի իմաստով վարկաբեկման փորձ անելու նպատակ ունի, որը չի հաջողում։ Նաև հրապարակում են ձայնագրություններ, որ իշխանությունը կիրառում է վարչական լծակները, այդ մասով դուք գուցե հաղորդում ներկայացնեք, որովհետև կարծես թե որևէ գործ չկա, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերով դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես եւ կանխատեսելի է, այդտեղ կա տոտալ անգործություն, բայց այդ մասով էլ ենք հետևողական լինելու, իդեպ զարմանալին այն է, որ դրանք բոլորը այլևս հանրային են, հանրային տիրույթում են, բայց որևէ քրեական վարույթ չկա, որևէ մի հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն չկա, ձայնագրություն չկա, բա այս սելեկտիվ արդարադատությունը, եթե ձեզ թվում է մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում եք, ամեն ինչ նկատում են, հետևությունները անում են։ Բայց իհարկե նաև ցավով պետք է ասեմ, որ այս քարոզարշավի ընթացքում նաև ատելության խոսքի, բռնության խոսքի մեծ տարածում գտավ կրկին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որը իդեպ վստահաբար թե դիտորդական առաքելություն իրականացնող, թե նաև միջազգային ԶԼՄ-ների կողմից արձանագրվել էր եւ շատ կտրուկ գնահատականներ տրվել են։ Իհարկե Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ դատախազությունը խախտում չարձանագրեցին։ Այդ մասով կարող եմ ասել, որ նաև դատական որոշակի գործընթաց սկսեցինք, որոշ արդյունք ունենք։ Հետևողական ենք լինելու, վստահ եղեք։ Վարդեվանյան, նաև ԿՊԱ-կանների խոսքը նույն ձեր շարունակում է, որ առաջ կամ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ տարեվերջին դառնալու է ներողություն իհարկե բոմժ է դառնալու, Սամվել Կարապետյանի մասին խոսելուց։ Երեք տեսանք Գյուրականում կրկին ԿՊԱ-կանները բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ԿՊԱ-կանների դեպ կրկին այդ խոսքն էին ասում եւ ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև Գյուրականի համայնքի քաղաքացիներին, ովքեր խոսում են որևէ իրենց բարոյ խոստովը, այսինքն Սամվել Կարապետյանի հետևից գնացողներին, հա։ Այս մասով կա, բացի այդ վիրավորած ատելությունը, վիրավական տեսանկյունից, գնահատական պետք։ Գիտեք, այդ բառամթերքին չեմ պատասխանելու, որովհետև ես հավատում եմ քաղաքակրթությանը, բարևարկությանը եւ դաստիարակությանը։ Երկրորդը կընդգծեմ հետեւյալը, որ հենց մեր հայրենակիցները այդ տարբերությունն էլ տեսնելով իրենց հետևությունները անելու են։ Մենք քանիցս ասել ենք, ժամանակն է, որ այս ատելության, վիրավորանքի, պառակտման էջերը թողենք անցյալում եւ գնանք իրականում ուժեղ Հայաստանի նոր դարաշրջան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այդ կոշտ խոսույթի վերաբերյալ վարույթ նախաձեռնվելու է, դուք նախաձեռնվելու եք։ Դատախազությունը գտավ, որ այդտեղ հանցակազմ չկա, բայց ես միտքը չեմ շարունակի։ Ես այդ մասով էլ ավելի շուտ դատական գործընթաց կսկսեմ, որովհետև Հայաստանում այդ խոսույթը պետք է տեղ չունենա։ Հետևողական եմ լինելու, վստահ եղեք։ Վարդեվանյան եւ ամփոփելով որքան են դուք եւ ձեր թիմակիցները ձեր խոսքում նշում եք, որ հավատում եք հաղթանակին,
Սակայն մեկ հարց է այս տեսանկյունից հավատում եք, որ արդար ընտրություններ կանցկացվեն, չեն կեղծվի եւ ընտրություններից հետո օրինակ այդ մասին նոր չեք հայտարարի, թե դուք ձեր ուժը որ հաստատի կեղծվել է։ Այսինքն Այն որ այս ինձ համար հարցը հասկանալի է, այն որ այս ուժը կեղծիքների կամ նման այլ երևույթների իհարկե փորձ անելու է իրացնել, բայց մենք դրա դեմ որոշակի մեր մեխանիզմները մշակել ենք։ Եվ ամենակարևորը, եթե մեր հայրենակիցները մասնակցեն ընտրությունների, լինի բարձր մասնակցություն, որևէ մի իշխանություն իր կեղծիքների մեխանիզմում արդյունավետ չի լինելու։ Նույնիսկ Պինոչետը չի հաջողել ընտրակեղծիքներում, երբ մասնակցությունը եղել է բարձր։ Սա է իրականությունը, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ մեր հայրենակիցներին հորդորենք, խնդրենք, կոչ անենք, որ հունիսի 7-ին անպայման գնան ընտրությունների, անպայմանորեն կատարեն իրենց քաղաքացիական պարտքը, կատարեն իրենց ընտրությունը։ Իսկ եթե իսկապես նաև հենց հավատում են փոփոխություններին, քվեաթերթիկ համար 3-ը հենց դրա մասին է։